Էլեն Մանասերյան, Հայաստանի Արմենությունների կոնֆեդերացիայի նախագահ։ Տիկին Մանասերյան օրվա խորհուրդը միջոցառումը ինչ է իրենց ներկայացնում։ Այսօր մայիսի 1-ն է, օրացույցում կարևոր օր բոլոր աշխատավորների եւ արմենությունների համար։ Սա օր է, երբ եւս մեկ անգամ ավելի հնչեղ բարձրաձայնում ենք աշխատողների, արմենությունների իրավունքների մասին, նրանց առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանների մասին, արդար վարձատրության մասին, սոցիալական արդարության մասին։ Սրանք են բոլոր կարևոր հարցերն են, որոնց համար պիտի հետևողական լինել, ամեն օր սրա համար պայքարել, ոչ միայն մայիսի 1-ին, ինչը Հայաստանի Արմենությունների կոնֆեդերացիան մշտապես անում է, մասնակցելով օրենսդրական փոփոխությունների, նախագծերի մշակմանը, մասնակցելով նաեւ այդ բոլոր քննարկումներին օրենսդրության միջոցով, բայց միայն օրենսդրությամբ դա բավարար չէ, պետք է նաև այդ մշակույթը ունենալ, վարքագծային կանոնները կարողանալ փոխել, որպեսզի աշխատողը ինքը պահանջատեր լինի այդ իրավունքի պաշտպանությանը, ինքը մտածի դրա մասին, տեղյակ լինի իր աշխատանքային իրավունքներից, այլապես պարզապես կխախտվեն աշխատանքային իրավունքները եւ եթե աշխատողը լռում է դրա մասին, ոչինչ անել չենք կարող։ Բնականաբար Արմենությունների կոնֆեդերացիան այսօր եւս մեկ անգամ կարեւորում է, խոսում է դրա մասին եւ այս երկրի նպատակն էլ խաղաղ երթ է, ապաքաղաքական, որը ուղղված է հենց աշխատողների իրավունքների բարձրաձայնման մասին, խախտումների նվազեցման մասին, պարզ է որ բոլոր խախտումները անխտիր հնարավոր չէ միանգամից վերացնել, բայց նվազեցնել, ունենալ առողջ անվտանգ աշխատանքային պայմաններ, որովհետեւ մենք չունենանք աշխատանքի վայրում դժբախտ դեպքեր, ինչը հաճախ ենք ունենում որոշակի ոլորտներում, որպեսզի աշխատողների իրավունքները չխախտվեն եւ ամենակարևորը, որպեսզի աշխատողները պահանջատեր լինեն եւ իրազեկ աշխատանքի ընդունվելուց առաջ անպայման կարդան իրենց աշխատանքային պայմանագիրը, հետո ստորագրեն, որպեսզի հետո չբողոքեն։ Ես ունեք մի հարց, մեկ տարվա ընթացքում քանի աշխատողի իրավունք 2024 թվականի ընթացքում մենք ունեցել ենք 655 դիմում բողոք կապված աշխատանքային իրավահարաբերությունների խախտումների հետ եւ ասեմ ավելին դրանք միայն արմենության անդամներ չեն եղել են նաեւ պարզապես աշխատողներ, որոնք արմենության անդամ չեն, բայց Հայաստանի Արմենությունների կոնֆեդերացիան տալիս է նման անձանց եւս խորհրդատվություն, ունեցել ենք 16 դատական գործ, որից 14-ը շահել են 2024 թվականի ընթացքում, մեկը այս տարի մի քանի օր առաջ ենք շահել դատական գործը, 15-րդը, 16-ը դեռ ընթացքի մեջ է։ Խոսեցիք 650 դիմում բողոքի մասին, որոնք են եղել այն հիմնական խնդիրները, կարծում եմ գերակշռող մաս կա, էլի։ Այո, գերակշռող մասը դրանք սխալ կիրառված կարգապահական տույժերին են վերաբերում, իմիջիայլոց վերջին գործը հենց դրանով էլ շահել ենք, դրանք վերաբերում են աշխատանքից ազատվելուց հետո վերջնահաշվարկ չստանալու դեպքերի, դրանք վերաբերում են ուրեմն հանգստի իրավունքին, այսինքն արձակուրդների վերաբերյալ, ինչքան էլ որ այսօր աշխատանքային օրենսդրքում բավականին խստացված է արձակուրդ չգնալու հետ կապված կամ արձակուրդ չուղարկելու հետ կապված դրույթի պահանջները խստացվել են, բայց միևնույն է այս խնդիրը դեռևս ունենք ու նաև ունենք այսպիսի խախտումներ, երբ ակնհայտ է որ պիտի աշխատողն ունենար աշխատանքային պայմանագիր, բայց ունի քաղաքացիական ծառայությունների մատուցման պայմանագիր։ Իսկ մենք բոլորս գիտենք, երբ աշխատանքային պայմանագրի փոխարեն կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, աշխատողի վրա չեն տարածվում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքները։ Նաև խնդիրներ ենք ունեցել ժամանակավոր անաշխատունակության նպաստի կիրառման հետ կապված, այսինքն 655 բողոքները բազմաբնույթ են եղել, բայց ամենից շատ եղել են սխալ կիրառված աշխատանքային պայմանագիրը, հատկապես երբ պարտադիր է որպեսզի պայմանագիրը լիներ անորոշ ժամկետով, բայց կնքվել է որոշակի ժամկետով։ Սրանք էլ են շատ տարածված խախտումներ։ Իսկ այստեղ խնդիրը գործատուին է, թե քաղաքացիների իրազեկվածության պակաս։ Երկուստեք է։ Խնդիրը երկուստեք է։ Նախ աշխատողն էլ պիտի իրազեկ լինի եւ ես հասկանում եմ, որ ամեն աշխատող չէ, որ պիտի բացի աշխատանքային օրենսգիրքը կարգա։ Դրա համար Հայաստանի Արմենությունների կոնֆեդերացիան որոշակի իրազեկման արշավներ է անում, տեսահոլովակներ է նկարում եւ փորձում սոցիալական մեդիայով տարածել, բայց հիմնականում իհարկե արմենության անդամների շրջանում, բայց եթե սոցիալական մեդիան բնական է ազատ է, կարող են բոլորը օգտվել դրանից։ Նաեւ սեմինարներ, տրեյնինգներ են անում, որոնց միջոցով փորձում ենք աշխատողների իրազեկվածությունը բարձրացնել, բայց պիտի նշեմ, որ այստեղ նաեւ մենք շատ դեպքերում գործատուների եւ նրանց ներկայացուցիչների ենք հրավիրում, այսինքն իրենք էլ դրա մասին տեղյակ լինեն։ Լինում են դեպքեր, երբ այո, գործատուն պարզապես սխալ է կիրառել հոդվածը, ոչ միտումնավոր, բայց նաեւ իհարկե միտումնավոր դեպքեր են լինում։
Այսօր այս երթի մասնակիցները ովքեր են? Այս երթի մասնակիցները, այո, Հայաստանի Արմիությունների կոնֆեդերացիային անդամակցող կազմակերպությունների աշխատողներ են, արմիութենականներ են, որոնք մեզ հետ համագործակցում են, մեր անդամներն են, տարբեր ոլորտներից են, տնտեսության եւ արդյունաբերական ոլորտներից, եւ կրթական ոլորտից, եւ մշակույթի ոլորտից։ Մենք այո, սոցիալական մեդիայով նաև կոչ ենք արել, բայց բնական է հիմնականում դրանք արմիությունների կոչ է եղել, որպեսզի միանան, բնականաբար նաև տեղեկատվություն է ուղարկվել, ուսի մարդիկ ուղղակի տեղյակ լինեն։ Տիկին Մանասարյան, դուք նշեցիք գործատու աշխատողներ, հա, փոխհարաբերությունների մասին, հետաքրքիր է, իսկ օրենսդրական բացեր կան, դու ձեր կոնֆեդերացիան ազգային ժողովի հետ աշխատում եք համապատասխան կառույցների, այսինքն այդ օրենսդրությունը բացեր ունի, որտեղից առաջանում են խնդիրներ։ Հիմնական բացը օրենսդրության այսօր արդեն 2023 թվականին հնարավորինս բավականին շատ այդ բացերը փորձել ենք լրացնել եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ աշխատելով եւ ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի հետ աշխատելով փորձել ենք լրացնել այդ բացերը, բայց այսօր մի մեծ շատ հսկա բաց ունենք կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների ներկայացման եւ պաշտպանության առումով, որովհետեւ 23 թվականին եւ գործադիրը եւ օրենսդիրը չանդրադարձան կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններին, բայց մենք այսօր արդեն աշխատում ենք դրա մասով, որովհետեւ կարեւոր է, որպեսզի մենք ունենանք նաեւ եռակողմ սոցիալական գործընկերությունը, որը կարծում եմ շուտով ունենանք, որովհետեւ արդեն աշխատանքային խումբն աշխատում է եւ ունենանք եռակողմ հանրապետական պայմանագիր, որի միջոցով պիտի կարողանանք լուծել նաեւ այդ կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների պաշտպանությունը, ինչը շատ կարեւոր է եւ կոլեկտիվ պայմանագրերի կնքման առումով եւ գործադուլի իրավունքի իրացման առումով, թեպետ գործադուլի մասին հոդվածը որոշակի փոփոխությունների ենթարկվել է, բայց միևնույն է տողատակերը խանգարում են, խոչընդոտները շատ են, ընթացակարգերը բարդացված են գործադուլ կազմակերպելու եւ իրականացնելու, այնպես որ սրանք այն հարցերն են, որոնց այս մասով այս բանին աշխատում են։ Ես եմ շնորհակալ։ Կարող եք ուղղել փաստաբան, Չգիտեմ, մեր փաստաբանը եկել է թե չէ, բարև Արսեն ջան։ կարող եք ելի վերցնել։ Էլի կարող եք տեղակալից վերցնել, կարող եք ճյուղային նախագաներից վերցնել։ Որ ես բովանդակային առումով ասեմ, որպեսզի մեզ ռեպորտաժի միջոցով իրազեկի Ինչ ասեմ, ես ասեմ, բայց դիտումը տեսակասում, հիմա տեղակալներ Մանավանդ